Օգոստոսի 5-ին Հրազդան գետում անցկացվեց թիավարության, կանոեների և բայդարկաների պատանիների հանրապետական առաջնությունը։ Մասնակցեցին Երևանի, Սևանի, Հրազդանի, ապագայի և Լիոնի թիմերը, շուրջ 70-ից ավել մասնակից։ Այս տարի որոշեցինք բոլոր մեր ֆեդերացիա անդամները, որ պետք է անցկացվի Սևանում, մեր թիավարության բազայում, հետապնդում է նպատակը, որ Սևանում փոքր սերնդի թիավարության զարգացման համար ենք անցկացնում, որպեսզի նրանք տեսնեն, իրանց աչքով քասը լսեն, ինչ պայքար է գնում երեխեքի միջև, մեր ներկա թիմը ոնց է մասնակցում, մենք շատ լավ պատրաստված ենք այս մրցումներին, որովհետև վերջերս ենք աշխարհարանչություն եկել եւ ընտեղ ունեցել ենք լավ մասնակցություն գրավելով B-ֆինալում 8-րդ տեղը։ Թիավարության մասնակիցները հաղթահարեցին բայդարկա եւ կանոե մեկտեղանոց եւ երկտեղանոց 200 եւ 500 մետր մրցուղիները։ Պարապում եմ թիավարություն սպորտը արդեն 2 տարի 4 ամիս, ունեմ հաջողություններ, Սևանի առաջնությունում ունեմ 3-րդ տեղ, Հայաստանի պատանիների առաջնությունում անցած տարի գրավել եմ 3-րդ մրցանակային տեղը, այսօր էլ գրավել եմ կիսա եզրափակիչ 2-րդ տեղը եւ մեծ հույսեր ունեմ 3-րդ տեղի հույսեր ունեմ։ Սևանի մարզաջրային դպրոց գալիս եմ մոտ 2 ամիս, սա իմ առաջին մրցումներն են, ակալիքներս մեծ են, հույս ունեմ գոնե 2-րդ տեղ գրավել։ Շատ եմ սիրում այս սպորտը, այս սպորտը առանձնանում է ամեն ինչից, ինձ շատ է դուր գալիս։ Թիավարության մարզիչների խոսքով այս մարզաձևը Հայաստանում հեռանկարային է, սակայն միակ խանգարող հանգամանքը մարզագույքի մաշվածությունն է։ Ապագայում այդ լիճը չտեսնված հիանալի պայմաններ են բայդարկա կանոե թիավարության համար, բայց ելնելով պայմաններից, որ չունենք, դրա համար չենք կարողանում բարձրորակ մարզիկներ պատրաստել տալ։ Հիանալի պայմաններ են, ձմեռը ջուրը չի սառում, միշտ նույն քանակն է պահում, մակարդակը չի շտում բարձրանում, այնպես որ հիանալի պայմաններ են, ուղղակի պետք է մի քիչ մարզական գույք։ Զարգացածությունը համապատասխան մեր եղած գույքային հնարավորությունների շատ լավ է, որովհետև ճիշտն ասած մեր հնարավորությունները երեխաների հետ սերը, զբաղվածությունը շատ ավելի են, ինչքան մենք չենք կարողանում այդքան հնարավորություն չունենք ընդունելու երեխեքին, քանի որ շատ հին մարզագույք ունենք, դեռ խորհրդային միության ժամանակից մնացած մեծամասնությունը։ Սա այն առաջնությունն է, որ մենք արդեն նախապատրաստում ենք մյուս տարվա համար, որտեղ ստեղից պետք է ընդգրկենք հանրապետության հավաքականի տարբեր թիմեր, որպեսզի նախապատրաստեն մյուս տարվա եւ 4 տարի հետո պատանիների աշխարհի առաջնության մրցումներին։ Մենք մեծ հույսեր ունենք այսօրվա դրությամբ այս երեխաներից ինչ որ արդյունքներ ենք ընկալում, որտեղ այս քանակությամբ դեռ ոչ մի անգամ չի եղել, որ մասնակցեն հանրապետության նմանատիպ պատանիների առաջնություն։ Բայդարկա մեկտեղանոցը 33 մասնակից ունենք, որը դա ռեկորդային է, դա շատ ուրախալի է, որ մենք նման քանակությամբ երեխաներ ունենք արդեն պարապողներ։ Պատանիների հանրապետական առաջնությունում առաջինից 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով եւ մեդալներով։ Արփինե Մինասյան, Արգամ Պողոսյան, Գեղամաոր։